Պարոն նախագահ, իմ հարցերն ուղղված են ձեզ։ Եթե պատրաստ եք, սկսենք։ Եթե գայք իշխանության, պատերազմի հավանականությունը մեծանում է։ Վերանում է։ Շատ լավ։ Իսկ միայն ձեր ծանոթ բարեկամներին է լավ լինելու։ Նայեք, ես 10 տարի նախագահ եմ եղել, իմ բոլոր ծանոթ բարեկամներ, ուսանողական ընկերներ, բոլոր ինձանից նեղացած են։ Ինչու։ Պաշտոններ չեն ստացել։ Հայաստանը դառնալու է Ռուսաստան։ Մի հատ պարզաբանման ուղղակի կարիք կա։ Դե գիտեք, որ ընդունված է ու տարածված է այսպիսի մի կարծրատիպ, որ ձեր օրոք Հայաստանը դառնալու է Ռուսաստան։ Նայեք, ոնց որ ես 10 տարի նախագահ եմ եղել, Ռուսաստան չդառավ։ Հաջորդ հարցը, երբ դուք լինեք մեր երկրի ղեկավարը, որքանով մեր երկիրը կդառնա բաց այլ երկրների հետ համագործակցությունների համար։ Իսկ երբ է եղել մեր երկիրը փակ այդ համագործակցության համար։ Նայր, հենց իմ նախագահության ժամանակ մենք դարձել ենք Եվրոխորհրդի անդամ։ Շատ ավելի լայն աշխարհագրությունների մայցերի, շատ ավելի շատ երկրների հետ մենք պայմանագրեր ենք կնքել եւ մի կարևոր հանգամանք։ Այն ժամանակ դուք Եվրոպա կամ այլ տեղ գնալու համար վիզաները շատ ավելի հեշտ էինք ստանում, քան հիմա։ Եվ հատկապես վիզաների հարցով ես ուղղակի համոզված եմ, որ շատ կարճ ժամանակում կարելի է հասել նաև Եվրոմիության հետ այդ հարաբերությունների մակարդակին, երբ առանց վիզաների հնարավոր կլինի ճամփորդել Եվրոպա։ Պարոն նախագահ, վերջը հայրմերը գիտեք։ 3 լեզվով։ Ես քահանայի թոռ եմ, իմ պապս քահանա է եղել Աստղաշեն գյուղում, նախկին գյուղի անունը Դաշպուլաղ էր, վերջի քահանան է եղել, որտեղ 26 թվականին մոտարապես 26-27 թվականներին բոլոր եկեղեցիները փակվել են Ղարաբաղում Ադրբեջանի իշխանությունների կողմից եւ ինքը գյուղի վերջի քահանան է եղել։ Ոնց կարա քահանայի թոռը չիմանա, այսպես ասենք, հայրմերը։ Պարոն նախագահ, ձեր հայրական պապն է եւ հայրական կողմի պապն է եղել քահանա։ Այո, իմ հոր հայրը Սարգիս։ Ավելի շատ դերունց էին ասում։ Բարբարով դա էին ասում եւ մեզ մեր գյուղում ասում են դերունց ազգներ։ Դերունց, տենց մնաց մեր գյուղում այդ անվանումը մեր։ Բայց Սարգիս Քոչարյան։ Իսկ ո՞նց եք անելու, որ կոռուպցիա չլինի։ Մի կողմից պետք է համակարգը այնպես աշխատի, որ կոռուպցիոն ռիսկերը հնարավորություն չունենան ուղղակի դրսևորվելու, մյուս կողմից եթե այդ դեպքերը կան, ուրեմն խիստ պատիժներ պետք է սահմանվեն։ Ավելի մեծ խնդրեմը եղել է պաշտոնյաների փոխկապվածությունը բիզնեսների հետ։ Այսա պետք է բացառվի։ Իսկ քանի բանկում փայ ունեք։ Խորը ցավով պետք է ասեմ, որ ոչ մեկում։ 8 տարուց ավել է այս իշխանությունը արդեն իշխանության գլխին է։ Բանկային համակարգը Հայաստանում ամենից թափանցիկ համակարգն է եւ եթե նույնիսկ կասկած ունենային, որ նման բան կա, վաղուց քրեական գործերում սա արտացոլված կլներ անկասկած։ Հիվանդանոցներում Նայիրի բժշկական կենտրոնն էլ չէ։ Եթե մենք Նայիրի բժշկական կենտրոնի հետ կապ ունենայինք, ապա եւս այդ հարցով մի հատ քրեական գործ կլներ եւ մեղադրալի կարգավիճակ ունենայինք։ Չկա զրո։ Այդ Հեբելսյան բանն է, չի 100 անգամ մեկ սուտը կրկնում են, ուղղակի այդ սուտը ճշմարտություն, ոչ թե ճշմարտություն է դառնում, բայց ընկալում է որպես ճշմարտություն։ Իսկ կասեք ինչն է ձեզ օգնել կայանալ, ձեր հաջողության գաղտնիքը։ Գաղտնիքը կարգապահությունն էր։ Երևի յուրաքանչյուրիդ մոտ, եթե օրինակ այդ օրը պլանավորել ես, որ պետք է գնաս մարզադահլիճ,
Ասեն զարթներես մի քիչ ոնց որ գիշերը լավ չես քնել, հավես չունես։ Մանա ես փնտրում, չէ, միգուցե այսօր չգնամ, ասենց վաղը գնամ։ Այդ բանը իմ մոտ ոչինչ չկար։ Պլանավորել եմ, պիտի անեմ։ Եվ այսպես ամեն ինչում։ Հավես չկա, օրինակ ուսանող ժամանակ դաս անելու, քեզ ստիպում ես, դասը տանում ես, հավես չկա ինչ որ բան անելու, հավես կա այդ օրը մի երկու ժամ շատ քնելու, բայց դու քեզ զսպում ես եւ քո պլանավորածը առաջնահերթ է դարձնում քո համար։ Սա է իմ կարծիքով ընդհանրապես կյանքում հաջողության հասնելու գրավականը։ Եվ իմ վերջին հարցը, պարոն նախագահ, որը շատ կարևոր է։ Պատմության մեջ ուզում եք մնալ ավելի շատ սիրված ղեկավար, թե արդյունավետ։ Իհարկե արդյունավետ։ Եթե դու պետական գործիչ ես, ուրեմն առաջերտին քո ժառանգությունը դա քո կատարած աշխատանքներն են։ Հիմա դրա արդյունքում սիրված ես, թե սիրված չես, կարևորը արդյունավետությունն է։ Այդպես եմ միշտ մտածել։ Շնորհակալ եմ շատ նման անհարմար հարցերը հանդուրժելու եւ ամենակարևորը պատասխանելու համար։